Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Բարի ողջույն բոլորին։ Մի տեղը բարի արավոտ, մյուս տեղը բարի ուշ երեկո։ Աշխարհասփյուր հայություն Աստծո ձայնը հաղորդաշարը այժմ ուղիղ եթերում է։ Ինչպես որ ասել էի, չեմ գրելու դրանից հետո նախապես, որպեսզի հնարավորինս ավելի հանգիստ անցկացնենք եթերը առանց խանգարողների։ Խնդրեմ միացողներին անմիջապես տարածել եւ սկսում ենք մեր ավանդական աղոթքով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, Եղիցին կամ քո որպես երկինս ծերկրի, ըսած մեր հանապազոր դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարծիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն ալ բրգյազ մեզ իչարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառքավիտյանս հավիդենից ամեն։ Հավասիկ սիրելիներ, այսօրվա քննարկումները, որը պիտի անցկացնենք, անշուշտ սերտորեն կապված են մեր այսօրվա դրության հետ, որը որ բոլորիս մեծ անհանգստություն է պատճառում եւ բոլորս էլ մեր հայացքը սևեռում ենք տեսնալով թե ինչ զարգացումներ են, որոնք իրականում կարծես թե արտացոլումն է այն աստվածաշնչյան մարգարեությունների, որոնք փաստորեն մեր աչքերի առաջ են կամանց կատարվում եւ այսօր շատ հետաքրքիր եւ միաժամանակ շատ այսպես վախենալու մի հայտարարություն, որը Իսրայելի ուրեմն ղեկավարը հնչեցրել է, ասելով, որ մինչեւ Մաշիախի գալուստը մենք պիտի դիմակայենք։ Ի նկատի ունի իր իշխանությունը, ի նկատի ունի իրենց այդ գործառույթները, իրենց ռազմավարությունը, որ դրանք որդեգրել են եւ հիմա ուզում են ուրեմն փաստորեն այս պատերազմը դարձնել ավելի լայնամասշտաբ։ Ես կասեմ, համաշխարհային պատերազմի շեմին է մարդկությունը կանգնած, որովհետեւ գնալով խորանում են բոլոր հարցերը եւ արդեն իսկ նավթի թանկացումով պայմանավորված արդեն Եվրոպայի մեջ այստեղ բենզինը թանկացել է եւ իհարկե անդրադարձ է անելու եւ տնտեսագետները եւ մնացյալ բոլոր մասնագետները պետք է արդեն հետևեն այս գործերին եւ փաստորեն լավ բաներ չեն կանխատեսում տնտեսական սոցիալական ոլորտում որ գների աճ պիտի լինի դեֆիցիտ պետք է առաջանա, եւ իհարկե շատ անկայուն վիճակ պիտի դառնա, ավելի անկայուն, քան թե կար, արդեն իսկ վիճակը կայուն չէ։ Դրան գումարած մենք տեսանք արդեն Պարսկաստանից ահազանգը, որ փաստորեն հնչել է ուկրաինացիների համար, սպառնալիքը իրենց ուրեմն վայրյակ այս իշխանությունների, որոնք ասել են, որ պետք է արդեն մենք խառնենք, Ուկրաինան էլ պետք է ուրեմն ենթարկվի մեր հարձակումների տակ պետք է լինի։ Այսինքն Ռուսաստանը քիչ էր, հիմա Պարսկաստանը, Իրանը դրան մի բան էլ ավել պետք է ուրեմն կեղտոտություն անեն։ Այսինքն քարը քարին չպիտի թողնեն։ Հողին պիտի հավասարեցնեն այդ երկիրը, իսկ միաժամանակ էլ լավ գիտեք, որ Ռուսաստանն էլ է հայտարարություն արել հենց Ուկրաինայի հարցով եւ պատրաստ է ուրեմն ամբողջությամբ, ինչպես նրանք են ասում, ազատագրել, ումից են ազատագրում, մենակ Աստծուն է հայտնի։ Այսինքն ուզում են զավթել, բայց անունը դնում են, որ նրանք ուրեմն ինչ որ մեկից անտեսանելի մեկից ազատագրում են։ Այս վիճակն է, որը որ փաստորեն մեզ բոլորիս մեծ մտավախություն է ոչ մենակ պատճառում, որ մենք բոլորս հասկանում ենք հայության մի լուրջ հատված ապրում է Ռուսաստանում, հայության մի լուրջ հատված ապրում է Ուկրաինայում։ Այս վիճակը, որ գնալով ավելի սարսափելի պիտի դառնա, ինչին պիտի հանգեցնի վերջը, ինչին պիտի հանգեցնի։ Արդեն իսկ մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանի թեթև ձեռքով եւ մնացյալ բոլոր ստահակների, ովքեր որ Ռուսաստանում ճակերտավոր մեծենատներ են, չգիտեմ ինչեր են, գործարարներ են, բան, իսկ իրականում բանդիտներ են կամ կրիմինալներ են, քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները, որոնք փողեր են ներդնում, որոնք գործեր են անում, ինչի համար, որ Արբատի ջոկատը հայերին ուրեմն հավաքագրում է, այս ջոկատը եզրացնել այդ Պորնիկը մանկապիղծ օրհնում է, որպեսզի գնան
սպանություններ անեն։ Ուկրաինայում հային սպանեն, ուրիշին էլ սպանեն, իհարկե, բայց չի բացառվում, որ այդ արանքում նաև հայերին են սպանում, որտեղ քանի որ Ուկրաինայում հայերն էլ են ապրում եւ արդեն իսկ համարում են Ուկրաինան իրենց երկրորդ հայրենիքը, հետեւաբար նշանակում է, որ հային այսօր հանել են հայի դեմ։ Եվ ով է անում։ Ով է դա անում։ Սամվել Կարապետյանը, որ եկել է Հայաստան, ուզում է Հայաստանում ներքաղաքական process-ների վրա ոչ մենակ ազդել, այլ ուզում է իշխանություն դառնալ։ Ուզում է, որ նախկիններին բոլորին բերել հավաքել ծաղկեփունջի պես փաթաթել ժողովրդի վզին։ Մերժվածներին, ումը որ 18 թվականին ժողովուրդը մերժեց, այսօր Սամվել Կարապետյանը իր փողերով պատրաստ է փողերը ուրեմն ծախսել, որպեսզի մերժվածներին մեջտեղ խանի եւ զորով շարով փաթաթի ուրեմն Հայաստանի վզին եւ քաղաքացիներին փաստորեն նորից դնի ստրկատիրական մի խայտարակ հասարակարգի մեջ, իհարկե Հայաստանը զոհելով Հայաստանի Հանրապետության շահը զոհելով եւ Հայաստանը ուղակի անմիջապես անցկացնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, որպեսզի Չինաստանի հետ միասին, Հյուսիսային Կորեայի հետ միասին սատար կանգնեն Իրանին եւ քանդեն աշխարհը։ Այս նրանց ուզածը սա է։ Նրանք ուզում են այսօր աշխարհը քանդեն։ Տեսեք ինչ ուժեր են միացած։ Մի կողմից Իրանն է միացել, մյուս կողմից ուրեմն այս Իրանի հետ կապված, դուք գիտեք Իրանի շատ պետք էր Ուկրաինան, ոչ, Ռուսի համար է դա անում, բա, սուպորտ է անում Ռուսին։ Ռուսաստանը այսօր Չինաստանի հետ միասին, տեսեք, որտեղ Չինաստան, որտեղ Իրան։ Այլ մշակույթներ, լրիվ տարբեր է, ամեն ինչը։ Բայց շահը նույնն է, սատանայի շահն է։ Սատանայի շահը որն է, աշխարհը քանդել։ Իսկ մինչև աշխարհը կոլապսի առաջ չկանգնի, չի կարող հակաքրիստոսը հայտնվել։ Չէ՞ որ հակաքրիստոսը պետք է գա որպես բարի, ներկայանա մարդկությանը իբրև թե ինքը փրկիչ է, մեսիան է, ազատում է, մարդկությունը ծանր կասություն այս ահավոր վիճակից հանում է եւ այն։ Խո չի գալու հրեշի կարգավիճակով, ով է ընդունելու այդ ժամանակ, ով է իրեն ընդունելու եւ խապվելու, ոչ ոք։ Եթե նա գա հրեշի ուղակի առանց մասկայի այդ հրեշի բանով գա միջապես։ Դրա համար իսկ այս մարդկանց պետք չի հրեշի կարգավիճակով գալ, նրանք հրեշ են ոտից գլուխ եւ նրանք շատ փոքր դեր են կատարում, այսինքն հակաքրիստոսի պեշկաներն են։ Հիմարներ կան, որ տակերը բան են գրում իմպոստերի տակ, որտեղ որ բացատրում են, որ այս 3 հոգիները, որ միացել են իրար, տեսեք Հյուսիսային Կորեան, նայեցեք այս պետությանը, ոնց են նրանք ապրում, ինչպես են նրանք վարվում իրենց սեփական ժողովրդի հետ, իրենց քաղաքացու հետ ոնց են, բանտարկյալի հետ ավելի լավ են վարվում այլ պետություններում, բանտարկյալների հետ, քան թե իր սեփական ժողովրդի իր քաղաքացու հետ վարվում է Հյուսիսային Կորեայի պետությունը, որը ստիպում է անել այն, ինչ որ իրենց խելագար առաջնորդն է թելադրում։ Եվ գիտեք, չէ, եթե նույնիսկ տուրիստ որպես հանկարծ գնաս ընկնես այնտեղ եւ հանկարծ գտնեն քո մոտ Աստվածաշունչ Մատյանը կամ որևէ հոգեվոր գրականություն, գիտեք ինչ է հասնում։ Անմիջապես ձերբակալում են եւ առանց դատ ու դատաստանի մարդուն ուղակի սպանում են։ Իրավունք ունեն, իրենց օրենքն է։ Մենակ դրա համար, որ սուրբ գիտքն ես ունեցել քեզ հետ, իրենց երկրի քաղաքացին չես։ Եթե մեկին դիտեն խաչ հանի երեսը կամ աղոտ քանի, անմիջապես բանտը կգցեն նույն ձևի, ուրեմն սպանություն է հասնում։ Այսինքն խիստ արգելված է։ Այն սարսափներն են, որ ասում եմ 37 թվականին Ստալինը անում է ռեպրեսիաներ, սակայն սա հիմնականում հոգևորականությանը կամ վանականներին էր վերաբերվում, հա, պարս ժողովրդի հետ նա գործ չունեն, մարդիկ կարող են թակուն այդ բանը, գիրքը պահեն կամ աղոտ կանեն, բան չէր անում։ Իսկ ստեղ Հյուսիսային Կորեայում մարդը նույնիսկ տուրիստին արգելք է հանդիսանում։ Բայց պետք է գնաս իր արձանների առաջ խոնարհում անես, պետք է գնաս իր արձանները ուրեմն լպստես իր երկրի այդ ղեկավարների այդ բոլոր հարեշների, ովքեր ղեկավարել են։ Իրենց կենթանության օրոք իրենց արձան են դնում։ Եվ ստիպում են, որ կուրքի պես գաս պաշտես, խոնարհվես։ Այս պետությունն է։ Ուրեմն հաշիվը վերցրեք, եթե Ռուսաստանը, ապուշներ, ովքեր որ գրում են իմ պոստերի տակ, եթե Ռուսաստանը կանգնում է sense պետության կողքին, դաշինք է կապում։
Եվ մեջտեղն էլ կանգնած է Չինաստանը, որտեղ Չինաստանն է թելադրողը, դիկտատուրան Չինաստանից է գալիս։ Չինաստանը ինչ է արդեն արել իրենց քաղաքացիների հետ։ Ոչ մենակ այն բանն է խայտարակ, որ կոմունիստական հասարակարգ է այնտեղ։ Բայց Չինաստանը ամբողջությամբ վերահսկում է իր քաղաքացուն եւ ստրկացրել է էլեկտրոնային սադանայի ճամբարը, հայտարարում եմ այստեղից։ Չինաստանում վաղուց արդեն գործում է։ Եվ այսօր Չինաստանը թելադրում է Ռուսին, թելադրում է Հյուսիսային Կորեային, որպեսզի միահամուռ կերպով նրանք միասին, միապերյան համայն աշխարհի դեմ գործեն։ Եվ իրենց աչքի գրողը, աչքի փուշով է Իսրայելը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպան, մնացյալ բոլոր այն ժողովուրդները, որոնք ողջախոհ են։ Եվ մասնավորապես ուզում եմ ընդգծել, որ Հնդկաստանը շատ ճիշտ դիրքորոշում ունեցավ եւ նա պաշտպանում է Իսրայելին, պաշտպանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այսինքն այս ամենը ինչ որ տեղի է ունենում, սիրելի ժողովուրդ, մեր համար դա գաղտնիք չէ, ինչն է։ Ինչն է նյութը։ Նյութը երրորդ Սողոմոնի տաճարի կառուցումն է, եւ դրա համար նրանք պետք է խառնեն ամեն ինչը։ Խառնեն Իսրայելի մեջ ամեն ինչ։ Ինչպես պետք է խառնեն։ Այս պատերազմով։ Այս պատերազմը, կրկնում եմ, ոչ թե ուղղված է ուղղակի ինչ որ կոնֆլիկտ է ծագել կամ ուղղված է ինչ որ կոնկրետ ժողովրդի դեմ։ Ոչ։ Սա նույնիսկ կրոնական պատերազմ չի։ Սա հենց վերջին պատերազմն է։ Այդ պատերազմը, որը որ պատրաստում է վերջին թագավորությունը երկրագնդի վրա, վերջին չարի թագավորությունը։ Որտեղ ոչ մի կերպ չեն հաջողվում, ոչ մի ծրագիրը իրենք չեն կարող լմայացնեն, մինչև վերջ իրա լրումին բերեն, չեն կարողանում։ Ինչքան որ փորձեր արել են մինչև հիմա, ինչ որ բան չի ստացվում եւ ձախողվում է։ Իհարկե ես ուրախ եմ, որ Հնդկաստանը որտեղ բավական մեծականակ բանակ ունի եւ բավական զորավոր է, նաեւ այդ միությունը, որ պետք է լինի, բայց ինչ է դառնում։ Դառնում է, որ արդեն զգում ենք աշխարհի մեջ մի քանի բևեռներ, եւ այդ բևեռները հակոտնյա են, մեկը մյուսին հակառակ։ Եվ այդ բևեռները, որ ստեղծվել են, արհեստական են ստեղծվել, նորից եմ ասում, Մաշիախի համար, հակաքրիստոսի համար, այսինքն։ Որովհետև խապված է Իսրայելի օրթոդոքս այս ջհուդները, նրանք խապված են։ Նրանց թվում է, որ Քրիստոսը դեռ չի եկել, նրանք սպասում են Քրիստոսին։ Հակառակ պարագայում Նեթանյահուն նման հայտարարություն չէր կարող անել։ Չէ, որ նա հասարակ մարդ չի, նա երկրի ղեկավար է։ Եթե երկրի ղեկավարը նման արտահայտություն է ունենում պաշտոնապես, արդեն պետք է պատկերացնեք, թե գործը հասել է դիվան բաշուն։ Եվ բոլորը նույն սցենարն են օգտագործում։ Տեսեք Ռուսաստանի մեջ մի զարգացում։ Այս բանը ծիծաղում էին ռուսները, ես հիշում եմ տարիներ առաջ Ռուսաստանի մեջ, ես որ ապրել եմ այնտեղ, արդեն երկար ժամանակ չեմ ապրում, հա։ 15 տարի չեմ ապրում արդեն այնտեղ։ Բայց բավական երկար է պտտում։ Ուրեմն ես ինչ եմ ուզում ասել, երբ որ ապրում էի այն ժամանակ, գիտեք ինչեր էին ասում։ Ռուսները ծիծաղում էին, որ Հյուսիսային Կորեայում ինտերնետ չկա։ Այսինքն իրենց մենակ ներքին ինտերնետը, որը որ որոշ խավին է, բանը հասանելի։ Ռուսաստանը այսօր պատրաստ է իր երկիրը զրկել իր քաղաքացուն ինտերնետից։ Տաքսաֆոններ են տեղադրում։ Դուք պատկերացնում եք որտեղ են հասել։ Այդ դաշնակից է, չէ՞, Հյուսիսային Կորեայի, ինչ պիտի սովորի կամ ինչ պիտի փոխանցի մեկը մյուսին։ Չինաստանը ինչ պիտի, եթե իր քաղաքացուն ստրկացրել է։ Այս հրեշներն են եւ ժողովրդի մի մասը կա, որ չեն հասկանում, հիմար են, որովհետեւ երբ որ բացադրում ես, որ այս պետությունները, դրանք ահավոր պետություններ են դարձել։ Նրանք այն պետություններն են, որոնք ուղղակի այսօրվա կյանքի մեջ իսկ գոյ պետություններ են, այսօրվա աշխարհում, որտեղ չարություն են միայն անում եւ անում են առաջին հերթին իրենց սեփական ժողովուրդներին այդ չարությունը։
ուրիշին նույնիսկ մենակ չեն որ անում։ Եվ դրա համար հիմա միացել են, որպեսզի միասին գործեն, սադանայություն անեն եւ հանուն Մաշիախի, այսինքն հանուն հակաքրիստոսի, հանուն երրորդ Սողոմոնի տաճարի կառուցման գործեն, որպեսզի կառուցեն այդ տաճարը։ Երուսաղեմի մեջ ինչի համար են այսօր սահմանափակումներ մտցել, հա? Եկեղեցիները բան, որտեղ որ արդեն որոշ ժամանակ չի թույլատրվում, որ մասնակցեն առողությունների, հավատացյալների, որովհետև ասում անվտանգության բանով է պայմանավորված հարցերով։ Իրականում խանգարում է աղոթքը, այդ իրեն չար գործերի համար, որ նպատակ ունեն կյանքի կոչել։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, եկեք միասին վերլուծենք այս ամենը, ինչ որ տեղի է ունենում, եւ լավ հասկանանք, որ հենց այդ պատմությունը, որը սկսվել է Ուկրաինայում եւ մինչեւ հիմա, մինչ օրս չի ավարտվել եւ ավելի է խորանում, ավելի է ոնց որ ասած ընդգծված մի խայտարակ մի երևույթ դառնում, բայց սա ոնց որ ասած ծաղիկներն են դեռ ծաղիկներն են, որտեղ եթե մենք տեսնում ենք արդեն մերձավոր արևելքի ֆոնի վրա այդ զարգացումները, որ շարունակում են եւ արդեն իհարկե Ուկրաինայի մասին այդքան ոչ մտահոգում են, ոչ խոսում են, որտեղ Ուկրաինան արդեն կորցրած մի բան է։ Եվ այս վիճակի մեջ մենք պիտի տեսնենք, թե ինչի համար Հայաստանը այսօր վտանգված է, Հայաստանի ապագան։ Ես նկատի ունեմ այդ Հայաստանի, որը որ ասեցի վտանգված է ապագան, որը հենց ներքաղաքական process-ներով է պայմանավորված, որտեղ այդ ֆոնի վրա այս ստահակները պետք է գործեն նորից հանուն Ռուսաստանի, հանուն Կրեմլի իրենց այդ շահերի համար սպասարկեն։ Իսկ քիչ առաջ արդեն մենք հասկացանք, չէ՞, ձեզ հետ քննարկելով, թե ով են այս երեք պետությունները, որոնք կազմել են այսօր մեկ ճակատ ամբողջ աշխարհի մարկության դեմ, որպես սպառնալիք հանդիսացող այդ միությունը չար։ Եվ պատկերացնում եք Հայաստանի զորով ուզում են տանել, միացնել մի պետության մեջ, որտեղ չի լինելու ինտերնետ, հիմա լավ չի աշխատում, այդ բոլոր մեսենջերները, բաները հանել են այնտեղ։ Արգելված է, այսինքն եթե բռնվում ես, պետականորեն պատժվում ես։ Առանց բանի, ինչ են ասում, այն բանը, որ միացնում են, ինչ-որ ծրագիր մոռացա անունը, ոնց է կոչվում։ Չի աշխատում ոչ մի բան այնտեղ։ VPN, հա, VPN, առանց պլատնի VPN-ի, այ վճարովի VPN չի գործում ոչ մի բան։ Հիմա դուք հավատում եք, որ եթե առանց VPN-ի բան չի գործում այնտեղ, եւ եթե ամբողջական ինտերնետը հանեն ու վերջացավ տաքսաֆոններ արդեն տեղադրեն, տանեն անցյալ դարվա դարաշրջան մտցնեն։ Հայաստանին որ մտցրեցին զորով շարով այդ կազմի մեջ, թեթև ձերքով մտցնեն այդ նախկինների, հա։ Հասկանում եք ինչ են ուզում։ Փաստորեն ձեզ ինչ են առաջարկում։ Այսօր մեր սիրելի քույրիկը Թակուհին, այստեղ որ ինձ Facebook-յան ընկեր է, ասել է, Վանաձորում է ապրում։ Եկել են Սամվել Կարապետյանի շտաբից նախընտրական, որ իրեն բան անեն, քարոզեն, ինքը դրանց լավ ճանապարհ է դրել։ Կուզեմ ասել առաջին հարցին, որ թող պատասխանեն ձեզ այդ մարդիկ, երբ որ գալիս են ձեր մոտ, կամ դուք հանկարծ ընկնում եք իրենց այդ ցույցերի տեղը, իրենց ծրագրի մեջ այդ բանը կա, որ ինտերնետ չի լինելու Հայաստանում, որ Հայաստանին կտրելու են այդ ամեն ինչից։ Պատրաստ է Հայաստանը դրան։ Այսինքն պատերազմի կուսակցությունները, այո, պատերազմի, շատ ճիշտ է ասել երկրի վարչապետը, երբ հայտարարեց, որ պատերազմի կուսակցություններն են նրանք։ Եվ նրանց գլխավերևում կանգնած է սատանան։ Իդեմս Տիրադավ Կտրիչ Ներսիսյանի, չկաթողիկոսի։ Այս է իրենց ծրագիրը, ինտերնետը կտրել Հայաստանի մեջ, որպեսզի քաոս տիրի, ապա տեղեկատվություն տիրի, որ այն ժամանակին չուզենան անեն։ Այս բանդան, որ ուզում է իշխանության գալ, ինտերնետից կտրի, մտցնի Ռուսաստանի կազմի մեջ եւ պատկերացրեք ինչ կյանք է ձեզ ինչ բերտի մեջ է դնելու, ինչ ահավոր կացության մեջ է դնելու ձեզ։ Այ որտեղ է կանդվում իրենց սադանայի տունը, այ որտեղ է պարզվում, թե իրենք իրականում ինչ են ուզում, Հայաստանի լավն են ուզում, թե ուզում են Հայաստանի կործանումը վերջնական։ Այն ապուշները, որ սուբորտ են անում, այդ իդիոտ մարդիկ կան, տարբեր անորներ,
որոնք պաշտպանում են իրենց։ Այդ տարբեր աննորմալ մարդիկ, ասում են նրանք պիտի բան անեն, հա։ Նրանք քանդելու համար պիտի գան Հայաստանը։ Այդ հոգեկան հիվանդներին ես այստեղից ասում եմ, ովքեր որ դրանց պաշտպանում են, որ Հայաստանը պիտի կործանեն։ Որտեղ Հայաստանի մեջ նույնիսկ ինտերնետ չի լինելու, իրենց գալու իշխանության պարագայում։ Ես չեմ խոսում մնացած բաների, այսինքն ուղղակի ներքաշելու են Հայաստանի եւ հայ երիտասարդներին այս համաշխարհային պատերազմի մեջ, որը մեզ չի վերաբերվում։ Հանելու են արևմուտքի դեմ, հանելու են այդ մարդիկ, որտեղ եթե դու միօթենական պետության մեջ լինես, արդեն դու պիտի դրան զինվորը լինես, իրենց հրամանի տակ ես։ Չէ՞ որ այն հայը, որ ապրում է Ռուսաստանի անձնագիր ունի, զորով շարով ուղարկում է Ուկրաինա պատերազմին այսօր։ Հիմա միօթենական պետության մեջ ամբողջ Հայաստանի Հանրապետության երիտասարդ քաղաքացիներին պիտի ուղարկի ուրեմն այս պատերազմներին, մուսուլմանների կողմը պահելով համայն քրիստոնյաների դեմ պիտի հանի պատերազմի։ Որտեղ եվրոպացիները, ամերիկացիները քրիստոնյաներ են, հա, մեծ մասը։ Եվ դրանք Քրիստոսի փաստորեն այսօրվա երկրի իշխանությունները այս Եվրոմիությանին ես նկատի ունեմ, դրանք այդ արժեքներով են, քրիստոնեական արժեքներով են առաջնորդվում, առաջնահերթ։ Նրանք քրիստոնեական արժեքներով են առաջնորդվում։ Այո, կան տարբեր բաներ, որոնք կարող եք համաձայն չլինել այս բաներով ասել որոշ բաներ լավ չեն եւ այլն, այո, ճիշտ եք, բայց հիմնականը դա հիմքում դրված է քրիստոնեական արժեքը Եվրոպայի։ Հետևաբար ինչ է դա լինելու։ Մահմեդականները այսօր ամբողջ աշխարհը պիտի խառնեն իրան։ Բայց այդ մահմեդականի ուժը չի պատի է ամբողջ աշխարհը այդ աստիճանի խառնի, բայց եթե դրան միացավ Հյուսիսային Կորեան, եթե դրան միացավ Չինաստանը իր միլիարդավոր բանակով եւ Ռուսաստանը, պատկերացնում եք ինչ հսկայական դա բան է դառնալու։ Արմագեդոնը այստեղից է սկսվել։ Այստեղի է, որ ասում են Արմագեդոնի պատերազմը, Արմագեդոնի պատմություն, այստեղից մենք կարող ենք դրան ուղղակի այդպես որակավորել, որովհետև սա սարսափելի բան է։ Այսօր Վրաստանն էլ զրկվեց եւս մեկ բանի բերումով, որքան տեղեկացա Իլյա II պատրիարքը հանգավիտ էր։ Այդ մարդը շատ սիրված էր վրացիների կողմից, որպես իրենց ովապետ։ Աղոթող պատրիարք հայրը, որը որ միշտ կանգնած է եղել Վրաստանի ժողովրդի կողքին։ Եվ կարծում եմ ինքը միակն է մնացել հին բոլոր նորից խանգարում են, տեսնում եք։ Եվ այսպիսով մենք ինչ պիտի ձեզ հետ տեսնանք, բոլորը այսօր նրան ուշադրություն այդքան չեն դարձնում, բայց սրանք փոքրիկ նշաններ են, որ մեզ փաստորեն ցույց են տալիս։ Ես պատահական չեմ համարում այսօր հենց մահա պատրիարքի, սրանք բոլորը փոքրիկ նշաններ են։ Եվ Աստված մեզ այսօր փաստորեն սպասում է բոլորիս, սպասում է, որ մենք դարձի գանք։ Որտեղ վերջի ոնց որ ասած ահազանգը որ հնչում է, այս պատերազմը նաև պիտի սթափեցնի ամեն մեկին, որ մարդիկ դարձի գան, ապաշխարեն։ Իսկ ոնց կարող են Հայաստանում մարդիկ դարձի գան եւ ապաշխարեն, եթե տեսնում են Հայաստանի ծառայական եկեղեցին այսօր բռնազավթված է եւ այդ գահին լուսավորչի նստած է մի սրիկա, մի կեղտոտ ավազակ, մի ստապիղծ, տականք։ Արդյոք կարող են մարդիկ ապաշխարել։ Մի հավատացեք ընդդիմության ոչ մի ներկայացուցիչին, բևեր կլինի, սևեր կլինի, որ մեկը լինի, նրանք բոլորը մեկ նպատակի համար են դրված, հայ քրիստոնյային կործանելու հոգեպես, որտեղ ծրագիրը կյանքի պիտի կոչեն, իսկ ծրագիրը մեկ է, որը Կրեմլից նշված է արդեն իմ եթերների, պետք է հավաքեն տարբեր ուրեմն մարդիկ, ներողություն, տարբեր երկրներ միութենական պետության մեջ, որպեսզի նրանց օգտագործեն, որպես մատերիալ պատերազմի։ Եվ դրա համար այս կուսակցությունները, որոնք կազմում են ընդհանուր ընդդիմադիր դաշտ, նրանք պատերազմի կուսակցություններ են։ Այսինքն մենք այսօր ունենք պատերազմին կողմ ընդդիմություն
եւ գային բազված մի սրիկա, որը պատերազմին կողմ է։ Մարդասպանության այսինքն։ Պատկերացնում եք կաթողիկոս է կոչում այս խուլիգանը, որ ուզում է արյունահեղություն, քարոզում է դա, սպանություն է քարոզում, որտեղ ինքը մարդասպան է, մարդակեր է ինքը, քանի որ նա սատանա է այս աթոռի վրա նստած։ Դրա համար նա ուզում է, որ մարդիկ զոհվեն, որ Հայաստանը չլինի որպես անկախ պետականություն, որը չունենա զարգացման ուղի, որը չլինի որպես ինքնիշխան երկիր, այլ Ռուսաստանի կազմում լինի եւ այնտեղ արդեն ուղղակի իր ֆունկցիան կատարի որպես ռամիկներ կամ ստրուկներ, ինչպես կուզեք անվանեք։ Իսկ ինքը իրեն լավ զգա այդ դեպքում։ Պետք է վերջացնեմ, որովհետև մեզ հանգիստ չեն թողում, որ եթեր անենք, սիրելի ժողովուրդ, այսքանը տարածեք, կսպասեմ ձեր գրառումներին լայքեն, իհարկե շատ ավելի պիտի խոսեին, բայց կթողնենք արդեն հետոյի, որովհետև այս խայտառակները չեն թողում։ Քանի որ նյութը կարևոր է։ Ուրեմն խելքի հաշեցեք, գիտակցեք, մերժեք բոլորին, ինչպես 18 թվականին այս ընտրություններին գալիք պետք է մերժվեն բոլորը։ Բացի գործող իշխանությունից։ Բացի այդ իշխանությունից, բացի այդ ուժից քաղաքական բոլորը մերժելի են Հայաստանում, ոչ մեկ չկա։ Եվ դրանք պիտի աուդի մեջ մնան։ Հակառակ պարագայում ասեցի, 3 բան եմ ձեզ թվարկում։ Ինտերնետից կզրկվեք, Ռուսաստանի կազմի մեջ ստրուկների կարգավիճակով կլինեք եւ կդառնաք Պուշիչնե միասը, զոհեր կդառնաք Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի խելագար ծրագրերով այդ արյունալից համաշխարհային պատերազմի մեջ։ Պետք է ներգրաված լինեք որպես հակառակորդներ եւ իհարկե ռուսը ձեզ առաջին հերթին առաջնագիծ է ուղարկելու։ Որտեղ իր զոհված զինվորները այդքան են արդեն, որ իրեն պետք են միութենական պետության այդ արդեն թարմ ուժերը, որ հավաքի մնե։ Այսքանը սիրելի ժողովուրդ, որտեղ անընդհատ են խանգարում, կրկնում եմ, այս բոլորը արվում է մի բանի համար, վերջին է, մոտենում, պիտի պատրաստվենք, պիտի ապաշխարենք, պիտի գիտակցենք եւ չսայթաքենք։ Մեր քայլերը պիտի լինեն շատ հստակ։ Քանի ժամանակը մեզ տրամադրված է, չպիտի վատնենք անիմաստ բաների վրա եւ որպեսզի չխաթարվի նաեւ մեր հոգեվոր ընթացքը, մենք պետք է ուրեմն ձեզ հետ լինենք ավելի եւ երբեք թույլ չտանք, որ մանիպուլյացիաների մեզ ենթարկեն եւ մանավանդ տանեն այլ կարգախոսներով սուտի, այսպես գեղեցիկ փաթեթավորված, բայց մեջը փտած է, փչացած աբրանքը, որ ձեզ տանեն պատերազմի մեջ դնեն, ուրիշ պատերազմի մեջ, որը ձեզ չի վերպատկանում, եւ ձեզ մահացնեն այնտեղ, այ դա է իրենց ուզածը։ Ռուսը սա է ցանկանում, ռուսը ուզում է մերցնել, իր խոբին է դարել դա։ Եթե իր եղբորը չխնայեց, եթե Ուկրաինան հողին հավասարացրեց, եթե ամեն ինչ արեց, որ Ուկրաինա որպես պետություն գոյություն չունենա, եւ այդպես էլ կլինի, քանի որ չի վերջանում այդ պատերազմը, այսօր Իրանը ասում է, ես էլ պիտի օժանդակեմ այդ պատերազմը։